Քթի փակվածություն, փռշտոց, աչքերի կարմրություն, քոր, կոպերի այտուց, նաև հազ։ Այս գանգատները սրվում են հատկապես գարնանը։ Ըստ մասնագետների անձը պետք է իմանա, թե որն է իր ալերգիայի առաջացման պատճառը։ Հիմնականում բույսերն են։ Բույսերի ծաղկե փոշիները, որոնք որ թվում է թե արևի հետևանքով են իրենք ակտիվանում, բայց ամեն դեպքում արևը այստեղ այդքան էլ դեր չունի, ուղղակի այդ բույսի ծաղկման սեզոնն է լինում եւ կարող է հենց գարնանը ակտիվանալ, բայց մարդիկ կան, ովքեր ունեն օրինակ ամռանը կամ աշնանը ծաղկող բույսից ալերգիա եւ իրենց մոտ այդ սեզոնին են նմանատիպ սիմպտոմներ առաջանում։ Ալերգիա ունեցող անձի վիճակը թեթևացնելու նպատակով նախ պետք է ստուգվի ալերգենի տեսակը, գտնելու այսպես կոչված հիմնական մեղավոր ալերգենը։ Միշտ հարց է առաջանում, ասենք թե իմացան կոնկրետ ինչ-որ խոտից է կամ ինչ-որ բույսից է ալերգիան, ինչ է փոխվում մեր կյանքում։ Իրականում շատ բան է փոխվում, նախ իմանում ենք սեզոնայնությունը, օրինակ գարնանը ծաղկող բույս է, թե ամռանը ծաղկող բույս, որտեղ միշտ խորհուրդ ենք տալիս սեզոնից առաջ կանխարգելիչ դեղորայք օգտագործել, որպեսզի սեզոնը ավելի թեթև ընթանա։ Ալերգենի տեսակը որոշելուց հետո միայն պարզ է դառնում, հնարավոր է ալերգիան բուժել, թե ոչ։ Ամբողջ աշխարհում արդեն մտածել են ալերգիայի բուժում, եւ դա պատվաստման մեխանիզմով մտածած գործողություն է, երբ որ օրգանիզմին փոքր դեղաչափերով տալիս ենք ալերգենը ու օրգանիզմը սովորում է դրան։ Դա մոտավորապես 2 տարի է այդ process-ը տևում, բայց ինքը շատ արդյունավետ մեթոդ է համարվում։ Որոշ ալերգեններ կան, որոնց նկատմամբ ալերգեն սպეციფիկ իմունոթերապիան չի աշխատում։ Այս դեպքում իրականացվում է սիմպտոմատիկ բուժում։ Դեղորայքը վիճակը թեթևացնում է, բայց հաջորդ տարի նույն գանգատները կրկնվում են։ Դենդրոպարկը հակառակը ոչ միայն իրենց լուծում է ներկայացնում, այլ հակառակ ազդեցությունն է թողնում։ Այսինքն ալերգիա ունեցող մարդը, երբ որ ծաղկման փոշոտման սեզոնին գտնվում է տարածքում, իր մոտ ախտանիշները շատ ավելի բուռն կարող են ընթանալ ու սա ավելի կարող է վատացնել վիճակը եւ շատ ժամանակ մարդիկ հարցնում են ես սոճուց ալերգիա չունեմ, կարող եմ հանգիստ գնալ, բայց այնտեղ միայն սոճին չէ, գետնին լիքը խոտեր կան ու տարբեր բույսեր կան եւ այդ մյուս բույսերից ալերգիա ունեցողները ելի նույն նմանատիպ սիմպտոմները կարող են ունենալ։ Չկա որևէ գիտական ապացույց, որ ծառերի փոշոտումը կարող է վերացնել կամ բուժել ալերգիան։ Ըստ մասնագետի հակառակը ալերգիայի առաջացման ռիսկը կարող է ավելի մեծանալ։ Նարեկ Ոսկանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։